Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, ձեր կենսագրության մեջ նշվեց, որ դուք ծնվել եք խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Դուք ադրբեջանցի տեսել եք։ Հարցը մակերեսային չի, խորքային է եւ ունի շատ շերտեր։ Այդ իսկ պատճառով կխնդրեմ պատասխանեք ոչ թե այո կամ ոչ, այլ պատասխանեք այն տեսանկյունից, պատկերացրեք այս հարցը տալիս է ընդդիմադիր մեր գործընկերը եւ ակնկալում է, ինչպես որ պարոն Ռուբինյանի դեպքում էին ակնկալում, հարցին պատասխանել ավելի ուղիղ ու պարզ եմ տալիս հարցը։ Կարող է պատահի կամ եղած լինի 5, 6, 7 տարեկանում դուք հավաքագրված լինեք խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների այն ժամանակվա KGB-ի կողմից։ Խնդրեմ պատասխանել այս հարցին։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, իհարկե հարցը հասկանում եմ որոշակի սարկազմա նաև պարունակում, ինչը որ այդքան էլ վատ չի, բայց ես սարկազմին կողմ եմ իրականում, դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Այդ տեսանկյունից ուղիղ նախ պատասխանում եմ, որ 5-6 տարեկանում կարծում եմ չէ կարա հետաքրքրություն ներկայացնեի համապատասխան մարմինների համար, ձեր մատնանշած, 5-6 տարեկանում Էլի ուղիղ պատասխան, ճիշտ ասած չեմ մտաբերում, որ շփված լինեմ, բայց եթե այսինքն չեմ կարող կոնկրետ անձ ասեմ, էլի իմ տարիքի մեջ, բայց ենթադրում եմ, որ իհարկե ադրբեջանցիների երեխաների հետ եւս շփվել եմ եւ խաղացել եմ։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցի կոնտեքստում, որ ընդդիմադիր պատգամավոր է հարց տալի, ես կուզեմ այդ տեսանկյունից պարոն Մանուկյանի հարցին ելույթին անդրադառնամ, որը նաև իմ գեր Արայք Հարությունյանը մատնանշեց, այն ֆոնը, որ կա այդ ելույթի ժամանակ, որ խորհրդային պետության ժամանակ 70 տարիների ընթացքում եւ դրանից առաջ այնուամենայնիվ պարոն Մանուկյանը շեշտադրում է որոշակի դեպքեր, որոնք որ եղել են, այսինքն օրինակ նույն Ղարաբաղում երեխայի սպանության, բայց դա ներկայացնել որպես մի պետության մեջ երկու ժողովուրդների միջև տասնյակ տարիների հակամարտություն, ես այդքան էլ ճիշտ եւ նպատակահարմար չեմ համարում, որտեղ կա դրա հակառակ կողմը, որը որ այն մասին է, որ շուրջ 70 տարի փաստացի այդ ընթացքում մեծամասնությամբ մարդիկ կարողացել են իրար հետ ապրել հիմնականում համերաշխ առանձնակի դեպքեր իհարկե եղել են, այդ թվում ինչու ոչ նաև ազգային հողի վրա, բայց նրանք չեն եղել, այսպես ասած, ոնց որ ծավալ մասշտաբի մեջ, մասշտաբը եւ խնդիրը բացահայտվել են մեզ բոլորիս հայտնի դեպքերի շրջանակում, ինչ վերաբերվում է նաև հարցի այն մասին, որը որ կենթադրեմ կարող է հնչել արդեն հասուն տարիքի վերաբերյալ, շփվել եմ, ինչպես ասել եմ, նախապես ադրբեջանցիների հետ եւ այդ թվում նաև թուրքերի հետ եմ շփվել, իդեպ մինչ ազգային ժողովի падգամավոր լինելն է, նույն Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, Վրաստանում եմ շփվել, այլ պետություններում եմ շփվել եւ կոնկրետ այն հարցին, օրինակ, որը որ հնչեցվել է նաև ազգային ժողովի նախագահի տեխնացուին, կապված նրանից արդյոք կարող եմ ես հավաքագրված լինել այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, ապա միանշանակ եւ աներբա պատասխանը ոչ, չի կարող նման բան լինել։ Այսքանը շնորհակալություն։ Արձագանք չունեմ, շնորհակալություն պարոն Գաբրելյան։ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, ձեր կենսագրությունն ու անցած փորձը աշխատանքային, որ կարդում եմ, տեսնում եմ, կարծում ավելի ճիշտ ընտրություն կլներ առողջապահության հանձնաժողով գնայիք, բայց դա ձեր թիմի որոշումներ։ Տեսեք, պարոն Գաբրելյան, իմ հարցը ինչու՞մ է կայանում։ 2022 թվականին ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով, որի անդամ եղել եք դուք։ Այնուհետև ըստ ինձ օրենքի խախտումով երկարաձգվել է եւ շուրջ տարի ու կես էլ ավել հույժ գաղտնի ինֆորմացիա տիրապետել են հանձնաժողովի անդամները։ Ճիշտ է, վերջի հատվածում դուք չեք եղել արդեն հանձնաժողովի անդամ, բայց 25 թվականի սեպտեմբերին հայտարարվել է այդ հանձնաժողովի աշխատանքի ավարտ։ Նախկին իմ գործընկերներն ընդդիմադիր հայտարարել են, որ սա քաղաքական նպատակ է հետապնդում, չեն մասնակցել հանձնաժողովին, որը կարծում եմ ճիշտ են արել։ Հիմա որ դուք դառնում եք պոտենցիալ հանձնաժողովի նախագահ, կարող եք հստակ ասել
պատրաստ եք ամբողջությամբ հրապարակել այդ զեկույցը, ոչ մասամբ, որովհետև եթե փորձեք կտրատած ինչ-որ մի բան հրապարակել, մենակ կոպիտ ասած, որը ձեզ ձեռ է տալիս, այդ կասեք կամ քաղաքական ինչ-որ դիվիդենդ շահելու հետ կապված մի երկու կսկտուր բան հրապարակեք։ Հարցը հստակ է, ամբողջական զեկույցը դուք պատրաստ եք հրապարակել եւ քանի որ ժամանակ էլ ունեմ, մի հարց էլ եթե ժամանակ ունենաք պատասխանեք, ուղղակի չեմ կարողանում հիշել որտեղից, ասում եմ, որ հանձնաժողովի անդամների կեսը չեն ստորագրել ոնց որ այդ զեկույցի տակ։ Տիրապետում եք այդ ինֆորմացիային ստորագրել են թե չէ եւ եթե չեն ստորագրել, ինչու չեն ստորագրել։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Մանուկյան։ Նախ եւ առաջ կանցում եմ յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ցանկությամբ, թե ինքը այս կամ այն բանը ցանկանում է թե ոչ։ Ես հաշվի առնելով այդ թվում նաեւ մասնագիտական գիտելիքս եւ փորձս ցանկացել եմ այս հանձնաժողովի նախագահ տեխնացու ընտրվել, ինչին իմ ընկերները հավանություն են տվել։ Ինչ վերաբերվում է 44-օրյա զեկույցի հետագա ճակատագրին, կարծում եմ այն պետք է լուծվի բացառապես հանրային հաշվետվողականության, թափանցիկության, օրենքի եւ օբյեկտիվության սկզբունքներին համապատասխան, առանց կանխակալ գնահատականների, որովհետեւ մեր հասարակության իրազեկված լինելու իրավունքը չի կարող հաթարվել։ Ինչ վերաբերվում է ձեր այն հարցին, թե հանձնաժողովի անդամներից ովքեր են ստորագրել, ովքեր ոչ, ապա ես հանդիսացել եմ այդ հանձնաժողովի անդամ, իմ մանդատը վար դնելուց հետո, երբ որ զեկույցը պատրաստ է եղել արդեն, ես այդ զեկույցին չեմ ծանոթացել եւ ես իմ ստորագրությունը այդ զեկույցի տակ չեմ դրել, կարծում եմ այսքանը։ Արձագանք